ոչ միայն զարմացա, այլև ապշեցի, որ լսեցի, որ իրանց Հայաստան դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ինքը ընդհանրապես իրավունք չունի առաջարկվելու, որովհետև 10 տարի ինչ ա արել դե տեսել եք, ականատես ենք եղել, ոչ թե մեր մաշկի վրա ենք զգացել, գույք պարտքի դիմաց, ջուրը տալ, գազը տալ եւ այսպես շարունակ Ռուսաստան, ինքը իր նպատակը գիտեք, ոչ թե մեր պետականության պահպանումն է, այլ մենք դառնանք միանանք նյութենական Ռուսաստանի հետ։ Պատահական չի Սամվել Կարապետյանի մուտքը Հայաստան, հեսանտորություններին կգա մի 170,000 ինքնաթիռներով, որ մենք միանանք Ռուսաստանում։ Բայց մեր պետականությունը մենք ուզում ենք նյութենական չլինենք, էլի մենք ինքնուրույն լինենք, որի վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, էլի։ Ասեք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից ինչ եք ավելի շատ հիշում։ Հա, քիչ եմ հիշում, հիշում եմ բանը սպանություններ բավականին, մարտի 1-ը անգերազանցելի Արյան գնով փոխանցեց Սերժ Սարգսյանին, Արյունով փոխանցեց, զարմանալի է այդ 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ինչի չի ուզեցել որևէ բան ձեռնարկել, լռել է ու ինքը գլուխ է բարձրացել հատկապես Փաշինյանի օրոք։ 10 տարի թաքնված ա եղել Սերժի հետևում։ Դա չէ, պատմություն է, ժամանակն է, էլի, դրա մասին չես կարդում, այլ որ ապրում ես, զգում ես որ, էլի։ Ոչ մի լավ բան չեմ հիշում։ Հենց միայն այն Պապլավոկում բանի Շարլ Ազնավուրի հետ որ այն իր ընկերը որ եկել ասել է «Պրիվետ Ռոբ» ու տարել են զուգարանում, հիմա է դրա գործը գիտեք, չէ, գնում է, վերականգնվել է գործը քննվում է։ Տարա պատուհանի արանքում են պատերի տակ խեղդեցին, սպանեցին իր թիկնազորը։ Միայն սպանություններ եմ հիշում, ես լավ բան չեմ հիշում իրան։